Հարգելի իմ դիտորդ, քանի որ շաբաթը ունի 7 օր եւ ամեն մի օրը պատկանում է մի մոլորակի, ես այսօր ուզում եմ խոսել երկուշաբթի օրվա եւ լուսնի մասին, քանի որ երկուշաբթի օրվա հովանավորը կամ երկուշաբթի օրվա էներգիան դա հենց լուսնի էներգիան է, ուզում եմ խոսել լուսնի եւ Մայր Աստվածուհու մասին։ Ուրեմն հազարամյակներ շարունակ եղել են մարդկության ամենահինը, ամենախորհրդավոր պատկերացումների կենտրոնում, շատ մշակույթներում լուսինը չի դիտարկվել ուղղակի որպես երկնային մարմին, այլ նույնականացվել է կյանքի տվող, պահպանող, վերածնող Մայր Աստվածուհու հետ։ Լուսնային փուլերը եւ կնոջ կյանքի շրջափուլը կամ առհասարակ մեր կյանքի շրջափուլը Մայր Աստվածուհու եւ լուսնի կապը հիմնված է բնական ռիթմերի վրա։ Լուսնի 3 հիմնական փուլերը մշակութային դիցաբանության մեջ սերտորեն կապված են կնոջ կյանքի 3 փուլերի հետ, որը հայտնի է որպես եռամիասնական Աստվածուհի։ Աճող լուսին, սա խորհրդանշում է երիտասարդություն, նոր սկիզբ, անմեղություն եւ թարմ էներգիա։ Լիա լուսին, սա խորհրդանշում է մայր, հասունություն, պտղաբերություն, հղիություն եւ ստեղծագործում։ Սա հենց Մայր Աստվածուհու գագաթնակետն է, երբ նա լի է կյանքով եւ լույսով։ Նվազող լուսին, սա պարավ իմաստուն կնոջ տեսակն է, խորհրդանշում է իմաստություն, մահ, հին շրջափուլի ավարտ, որին հաջորդելու է նոր վերածնունդը։ Պտղաբերություն եւ բնություն։ Հնում մարդիկ նկատել են, որ լուսինն ազդում է երկրային ջրերի, մակընթացությունների եւ տեղեկատվությունների վրա, բույսերի աճի վրա, քանի որ ջուրը կյանքի հիմքն է, լուսինը դարձավ երկրագործության, պտղաբերության հովանավոր, Մայր Աստվածուհին լինելով մայր երկիրը, սնվում եւ ղեկավարվում է լուսնի ռիթմով։ Մայր Աստվածուհին տարբեր մշակույթներում այսպես տարբեր քաղաքակրթություններում ունեցել է իր լուսնային մայր աստվածությունները։ Հայկական դիցաբանության մեջ Անահիտ Աստվածուհին արգասավորության, պտղաբերության եւ ծննդաբերության Մայր Աստվածուհին հաճախ կապվել է լուսնի հետ, իսկ նրա ամուսինը Վահագնը կամ Արամազդը արևի հետ։ Նրան անվանում են ոսկե մայր եւ արգանդի մաքրող։ Հունական դիցաբանությունում Սելենան բուն լուսնի անձնավորումն էր, իսկ Արտեմիսը որսի եւ վայրի բնության աստվածուհին եւ Հեկատեն մոգության, գիշերվա աստվածուհին լրացնում էին լուսնային աստվածուհու եռակողմ պատկերը։ Եգիպտական դիցաբանությունում Իսիդան մեծագույն Մայր Աստվածուհին, որը խորհրդանշում էր մայրությունը եւ կախարդանքը, կրում է լուսնային սկավառակով թագ իր գլխին։ Հոգեբանական եւ խորհրդանշական իմաստը Կարլ Յունգի հոգեբանությամբ մեծ լուսինը եւ Մայր Աստվածուհին ներկայացնում են կոլեկտիվ անգիտակցականը, ինտուիցիան, զգացմունքները եւ ներաշխարհը, ի տարբերություն արևին, որը խորհրդանշում է տրամաբանությունը, գիտակցությունը եւ արտաքին ուժը, եւ դա համարվում է որպես տղամարդկային էներգիա, լուսինը խորհրդանշում է այն ամենը, ինչը թաքնված է, խորհրդավոր է եւ ունի կանացի էներգիա։ Ուրեմն հայկական ավանդույթներում Անահիտից մինչև լուսին պաշտամունք, հայկական լեռնաշխարհում լուսինը եւ մայրության կապը շատ խորն է եղել։ Հնագույն ժամանակներում հայերը լուսինը պատկերացրել են որպես երիտասարդ կին կամ մայր, իսկ արևը տղամարդ, եղբայր կամ ամուսին։ Անահիտ Աստվածուհու ոսկե մայր հայոց ամենասիրված աստվածուհիներից է, թեև Անահիտը հաճախ ասոցացվում է մաքրության եւ ջրերի հետ, նրա գլխավոր գործունեությունը ծննդաբերություն, պտղաբերություն եւ մայրությունն է։ Ուրեմն այստեղ կա գեղեցիկ հայկական առասպել եւ շատ գեղեցիկ այսպես հիմն, կապ հաստատելու Անահիտի հետ։ Բայց դա թողնենք, անցնենք առաջ։ Աստղագուշակության էներգիա։ Ինչպես է աշխատում այս կապը աստղագուշակության էներգիայի հետ։ Սա գլխավորում է յան էներգիան։ Ինը տղամարդկանց, յինը կանացի էներգիան։
Սա խոսում է մայր ինտուիցիայի մասին, եթե արևը պատասխանատու է մեր արտաքին հաջողություններին, մեր էգոյին, մեր կարիերային, ապա լուսինը ղեկավարում է մեր ենթագիտակցությունը, էմոցիոնալ աշխարհը, մայրական բնազդները, այն ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք հոգ տանում ինքներս մեր եւ ուրիշների մասին։ Լուսինը ջրի տարերք է։ Ուրեմն գաղտնիքների արխետիպը եւ դրանց ազդեցությունը մարդու հոգեկանի եւ անձնական ուժերի վրա խորագույն թեմաներից է, որը սերտորեն կապված է հենց լուսնի մայր աստվածու մութ թաքնված կողմերի խորհրդավորության հետ։ Կարլ Յունգի հոգեբանության մեջ գաղտնիքը սոսկ տեղեկատվություն չէ, այլ հզոր էներգետիկ մագնիս, որը ունի երկնակի ազդեցություն։ Այն կարող է մարդուն տալ բացառիկ ուժ կամ ընդհակառակը կործանել նրան։ Լուսինը թաքնված կողմն է, ինչպես լուսինն ունի մի կողմ, որը երբեք չի երևում երկրից, այնպես էլ մարդն ունի իր գաղտնիքների աշխարհը։ Երբ մենք մեծ ջանքեր ենք թափում գաղտնիքը թաքցնելու, մեր համար կենսական ուժը սպառվում է, մարդը դառնում է տագնապային, քանի որ գաղտնիքը ներսից բաբախում եւ ձգտում է դուրս գալ։ Մյուս կողմից գաղտնիքն ունի հսկայական կառուցողական ուժ։ Հնագույն միստերիայում եւ հոգեվոր համակարգերում գաղտնիքի պահպանումը եղել է ուժի գլխավոր նպատակը։ Էներգետիկ կոնդենսատոր, երբ մարդը ունի նպատակ, երազանք կամ ներքին գիտելիք եւ դրա մասին ոչ մեկին չպետք է պատմի, էներգիան չի փոշի անում այդ ժամանակ։ Եվ մեծանում է անձնական ուժի մագնիսականությունը։ Միստիկ արխետիպեր, լուսնի արխետիպերից են համարվում են մարդիկ, ովքեր զբաղվում են գաղտնի գիտելիքով, միստիկայով, օկուլտիզմով, գուշակությամբ եւ կախարդությամբ։ Բարձրագույն քրմուհիներ, տարոյի եւ հին միստիցիզմի, ուրեմն իր էներգիայի մեջ նստած երկու սյուների միջև ձեռքին գաղտնի գիտելիքի գիրքը ավելի շուտ։ Նա խորհրդանշում է ինտուիցիա եւ գաղտնիքներ, որոնք պետք չէ բացահայտել կամ տալ այսպես տրամաբանական լուծումներ, այլ պետք է ուղղակի զգալ։ Հեկատա, մութ մայր։ Ուրեմն պատասխանատու է կյանքի տրանսֆորմացիոն, գաղտնիքների մահվան եւ վերածննդի մոգության համար։ Սովորեցնում է չվախենալ սեփական մութ կողմերից։ Տեսեք, գաղտնի ուրեմն արխետիպի գլխավոր դասն այն է, որ ուժը պատկանում է նրան, ով տիրապետում է գաղտնիքներին, այլ ոչ թե նրան, ում գաղտնիքներն են տիրապետում։ Երբ մենք սովորում ենք ընդունել մեր հոգու թաքնված կողմերը, ինչպես մայր աստվածուին ընդունում է գիշերը, մեր թաքցրած ամոթալի գաղտնիքները տրանսֆորմացվում եւ դառնում են ամենամեծ ուժի աղբյուրը մեզ համար։ Հեկատեն հին հունական դիցաբանության մեջ ամենախորհրդավոր, զորեղ եւ երկակի ընկալում ունեցող աստվածուհի է։ Նա գիշերվա մթության, կախարդանքի, լուսնի, անդրշիրիմյան աշխարհի եւ խաչմերուկների տիրակալն է։ Եթե օլիմպիական աստվածները Ապոլոն, Աթենաս խորհրդանշում էին լույսը, կարգու կանոնը եւ տրամաբանությունը, ապա Հեկատեն ներկայացնում է բնության հոգու թաքնված նախասկզբնական եւ միստիկական ուժը։ Ծագումը տիտանների ժառանգի տարբերություն մյուս աստվածների, Հեկատեն Օլիմպոսի կլանից չէր, նա տիտանների Պերսեսի ավերվածության աստված եւ Աստերիայի աստղային երկնքի աստվածուի դուստրն էր։ Զևսի հարգանքը, երբ Զևսը տապալեց տիտաններին, նա չզրկեց Հեկատեին իր իշխանությունից, ընդհակառակը Զևսն այնքան էր հարգում նրան որպես հնագույն ուժ, որ Հեկատեին թողեց տիրելու երկրի, երկնքի եւ ծովի վրա։ Նա կարող էր մարդկանց տալ մեծագույն օրհնանքներ կամ զրկել դրանցից։ Եռակողմ աստվածուհին, ուրեմն Հեկատեն հաճախ պատկերվում է 3 գլխով կամ 3 մարմնով։ Սա անմիջականորեն կապված է լուսնի 3 փուլերի եւ խաչմերուկների հետ։ Նա նայում է 3 տարբեր ուղղություններով, տեսնելով անցյալը, ներկան եւ ապագան։ Լուսնային համակարգում նա ներկայացնում է մութ լուսինը, նորալուսնից առաջ ընկած ժամանակահատվածը, երբ երկնքում լույս չկար, լրացնելով Արտեմիսի աճող լուսնի եւ Սելենի լիալուսնին։
Ուրեմն Հեկատեի գլխավոր սրբավայրը գտնվում է 3 ճանապարհների խաչմերուկներում, այսպես եռաձև խաչմերուկ է կազմում։ Հնում մարդիկ կարծում են, որ խաչմերուկները ֆիզիկական եւ հոգեվոր աշխարհների սահմաններ են, որտեղ իրականությունը բարակում է։ Հոգեվոր անցումներ։ Նա հանդիսանում էր ուրեմն սահմանային աստվածություն։ Նա ուղեկցում է հոգիներին, ծննդից մահ եւ մահվանից դեպի վերածնունդ։ Երբ մարդը կանգնած է կյանքի խաչմերուկներում եւ չգիտի ուր գնալ, Հեկատեն այն ուժն է, որ իր ջահով լուսավորում է ճիշտ ճանապարհը, բայց ընտրությունը այսպես թողնում է անձնավորությանը։ Տեսեք, Հեկատեի ատրիբուտները, ուրեմն ջահեր, բանալիներ, դաշույն, սև շներ, կատուներ։ Սիրում է նաեւ գայլեր։ Իր քարնա լաբրադորը։ Ուրեմն հոգեբանության մեջ Հեկատեն արխետիպացվում եւ նշանակում է ներքին հասունացման եւ սեփական ստվերների ընդունում։ Իմաստուն պարավս այն կնոջ ուժն է, որ այլևս կախված չէ հասարակության կարծիքից, ունի հսկայական կենսափորձ, ինտուիցիա եւ անկախություն։ Եվ ճգնաժամերի հաղթահարում ձեր կյանքում եթե լինում է մի հատ փուլ, որտեղ կամ մա բաժանում կարիերայի կորուստ հայտնվում է հենց Հեկատե, դուք հայտնվում եք ավտոմատ Հեկատեի տարածքում։ Նա սովորեցնում է չվախենալ մթությունից, այլ օգտագործել այդ դադարը ներքին վերածննդի տրանսֆորմացիայի համար։ Հեկատեի արխետիպը մարդու կյանքում տալիս է այնպիսի ուժ, որը չի կարող ոչ մի այսպես լուսավոր կամ օլիմպիական աստվածություն ձեզ տալ։ Եթե այլ արխետիպեր պատասխանատու են մեր հաջողության, գեղեցկության կամ սոցիալական դիրքի համար, ապա Հեկատեն պատասխանատու է մեր հոգեկանը ողջ պահելու խորը տրանսֆորմացիա եւ բացարձակ անկախության համար։ Ինչ է տալիս Հեկատեի ուժը մարդուն, ճշմարտությունը տեսնելու ունակություն։ Ջահեր։ Հեկատեն մարդուն տալիս է գիշերային տեսողություն, դա նշանակում է սթափություն, տեսնելու մարդկանց իրական դեմքերը, սեփական պատրանքներն ու ստերը, նա թույլ չի տալիս խաբվել արտաքին փայլով։ Կտրուկ որոշումներ կայացնելու ուժ, բացարձակ ինքնաբավություն եւ անկախություն, հզոր ինտուիցիա, ենթագիտակցականի կառավարում եւ բանալիներ տարբեր նուրբ աշխարհներ։ Որքանով է կարևոր մարդու կյանքում Հեկատենը այն ուժն է, որի կարիքը մենք ունենք կյանքի ամենադժվար բեկումնային պահերին, առանց այս արխետիպի մարդը չի կարող հասունանալ։ Նա ուղեկից է կյանքի ճգնաժամերում եւ խաչմերուկներում, լուսավորելով մարդու դժվար անանցանելի ճանապարհները։ Մարդը Հեկատեին ընդունելով հաշտվում է առաջին հերթին իր ստվերների, սեփական ստվերների հետ, մթությունը համարելով ոչ թե թշնամի, այլ ռեսուրս։ Տրանսֆորմացիա եւ վերածնունդ Հեկատեի մութ լուսնի ուրեմն էներգիան, որը միշտ հաջորդում է նորալուսնի նոր սկզբով, հիշեցնում է, որ որպեսզի ծնվի նորը, հինը պիտի մեռնի։ Նա էներգետիկային կամուրջն է, որը թույլ է տալիս մարդուն վերածնվել հոգեպես։ Եթե այս ամենը ամփոփելու լինենք, ուրեմն գիտակցաբար ակտիվացնում է Հեկատեի արխետիպը այն ժամանակ, երբ որ մարդ ինքը անցնում է դժվար, բարդ, անանցանելի թվացող տրանսֆորմացիա։ Մարդիկ վախենում են Հեկատեից, որովհետև չունեն կայունություն եւ ունեն վախեր, սահմանափակումներ, վախում են անհայտությունից, վախենում են մահվանից։ Վերահսկողության ուրեմն կորուստ եւ փոփոխություն, տրանսֆորմացիան միշտ ցավոտ է լինում։ Դրա համար մարդիկ վախենում են Հեկատեից, վախենում են իրենց սեփական ստվերները ընդունելուց։ Եթե մենք նայում ենք պատմական եւ կրոնական կերպարանափոխումը, դարերի ընթացքում հատկապես ուրեմն պատրիարխալ հասարակարգի միջնադարյան եկեղեցու ձևավորմամբ անկախ եւ զորեղ կանացի արխետիպը դիտարկվել է եւ դեմանիզացվել է։ Հնագույն իմաստուն աստվածուին վերածնվեց չար վհուկի, որը թվում էր ավերելով եւ վնասելով մարդկանց տանում է դեպի տառապանք։ Նրա սրբազան գիշերային ծեսը ներկայացվեց որպես սատանայական ծես։ Այս պատմական տրավման մինչև օրս նստած է մարդկանց կոլեկտիվ անգիտակցականի եւ մթության կախարդանքի թեմաների ավտոմատ կերպով ասոցացնելով չարիքի հետ։
բացարձակ ճշմարտության վախ է, Հեկատեն չի ստում եւ թույլ չի տալիս, որ իր ներկայությամբ ստեն։ Նա իր դաշույնով կտրում է բոլոր պատրանքները։ Շատ մարդիկ նախընտրում են ապրել քաղցր ստի մեջ, ձևացնել, որ հարաբերությունները լավ է, աշխատանքը դուր է գալիս։ Նա երջանիկ է, քանի որ դառը ճշմարտությունը ընդունել նշանակում է գործերը փոխել հարաբերությունները, փոխել աշխատանքը, փոխել ինքդ քեզ եւ Հեկատեի բերած մեր ճշմարտությունը կարող է սարսափեցնել անձնավորությանը։ Ինչու մոգերը չեն վախենում, որտեղ մոգերը պատրաստ են ընդունել այդ ճշմարտությունը։ Մոգերը չեն կարող ապրել քաղցր ստով, իրենք ընդունում են դառը ճշմարտությունը եւ տրանսֆորմացիայի ծանր փոփոխությունը։ Երկուշաբթի համարվում է լուսնի օր։ Սա ունի հազարամյակների պատմություն եւ գալիս է աստղագուշակության, դիցաբանության եւ լեզվաբանության խոսքերին։ Շատերը աստղագիտությունը, գուշակությունը, տարոնները, Հեկատեն կամ մոգերին համարելով սատանիստներ կամ սատանայությամբ զբաղվողներ, մեղքով զբաղվողներ, մոռանում են, որ իրենք ընդունում են երկուշաբթիից մինչև կիրակի օրը բացարձակ իր ամբողջությամբ, երկուշաբթի գնում են աշխատանքի, կիրակի օրը հանգստանում են եւ երկուշաբթին ընդունված է եղել, երկուշաբթի, կիրակի եւ շաբաթվա օրերը եւ մոլորակները եղել են հենց այն գիտելիքը, որը տվել են մոգերն ու աստղագիտությունը, եւ որտեղ Աստված ստեղծել է տիեզերքի բարիքները, ջրերը, հողը, բնությունը եւ այլը։ Սա աղանդի խեղաթյուրված պատկերացումն է իրական մոգության, մոլորակների էներգիայի եւ աստվածությունների հանդեպ։ Երկուշաբթի, ուրեմն լուսինը համարվելու, ասեցի, դիցաբանության, լեզվաբանության խոսքերից մեկն է։ Այն հիմնված է հնագույն ժամանակներում շաբաթվա օրերը երկնային մարմինների, մոլորակների եւ լուսատուներին նվիրելու սկզբունքի վրա։ Որտեղից է գալիս ծագումը։ Այս համակարգը ստեղծվել է հին Բաբելոնում եւ Եգիպտոսում, իսկ ավելի ուշ կատարելագործվել է հելլենիստական աստղագուշակության մեջ մեր թվարկությունից առաջ երկրորդ դարաշրջանում։ Հին աստղագուշակները շաբաթվա 7 օրերը բաժանեցին 7 երկնային մարմինների միջև, որոնք տեսանելի են անզեն աչքով։ Յուրաքանչյուր օր ստացավ իր հովանավոր մոլորակը։ Կիրակին նվիրվեց արևին, երկուշաբթին նվիրվեց լուսնին եւ այսպես շարունակ։ Ուրեմն լեզվական ապացույցներ ինչպես են կոչվում տարբեր լեզուներով։ Երկուշաբթի բառի բացարձակ մեծամասնությունը ուղղակիորեն թարգմանվում է լուսնի օր։ Անգլերեն Monday առաջացել է հին անգլերեն Mondays Day լուսնի օր։ Գերմաներեն Montag լուսին եւ թագ օր։ Ֆրանսերեն Lundi լուսին դի օր։ Իսպաներեն Lunes լունա լուսին։ Ինչ է սա նշանակում։ Ինչի օրը շաբաթը սկսվում է երկուշաբթի օրվանից, քանի որ երկուշաբթին ղեկավարում է լուսնի կողմից աստղագուշակության էներգետիկայի մեջ, այն կրում է լուսնի բոլոր հատկանիշները, այն ամբողջությամբ հակասում է ժամանակակից սոցիալական ռիթմին, որտեղ երկուշաբթին ծանր ակտիվ աշխատանքային օր է։ Էմոցիոնալ զգայունություն։ Լուսինը պատասխանատու է զգացմունքների համար։ Պատահական չէ, որ մարդիկ երկուշաբթի օրերին իրենց ավելի հոգնած, տագնապային կամ զգայուն են զգում։ Եվ համարվում է ճակերտավոր երկուշաբթին ծանր օր։ Ընտանիքի եւ տան օր լուսինը խորհրդանշում է մոր տունը, հարմարավետություն, սնուցում։ Երկուշաբթին լավագույն օրն է տանը ժամանակ անցկացնելու, ընտանիքի մասին հոգ տանելու եւ ջրային պրոցեդուրաներ, լոգանք կամ մաքրումներ ընդունելու համար։ Նախկինում շաբաթ օրն է եղել կիրակի, Սատուրնի օրը եղել է կիրակի, այնուհետև արևը թողել են հանգստյան օր, որպես լուսավոր օր, իսկ երկուշաբթին թողել են լուսնի օր եւ դարձրել են աշխատանքային օր։ Ասեմ ավելին, որ նախկինում շաբաթը չի ունեցել 7 օր, այլ ունեցել է 12 օր։
Ուրեմն շաբաթը լուսնի օրով երկուշաբթիով սկսելու սովորությունը կապված է մարդկության պատմության կրոնական տրանսֆորմացիաների եւ ժամանակակից աշխարհիկ կյանքի հարմարավետության հետ։ Իրականում այստեղ կա մի շատ հետաքրքիր գաղտնիք։ Շաբաթը միշտ չէ, որ սկսվել է երկուշաբթի օրվանից։ Աստղագուշակության 5 կրոնների մեջ շաբաթը առաջին օրը եղել է կիրակին, արևի օրը։ Ահա թե ինչու եւ ինչպես է փոխվել ամեն ինչ եւ ինչու է այսօր շաբաթը սկսվում հենց լուսնի օրով։ Ուրեմն աշխատանքային ռիթմ, միջազգային ստանդարտ, ժամանակակից պատճառ։ Աշխարհիկ եւ գործնական մակարդակում շաբաթը երկուշաբթիով սկսելը պաշտոնական ամրագրվել է արդեն ստանդարտացման միջազգային կազմակերպությունների որոշման կողմից։ Քանի որ կիրակին ողջ աշխարհում դարձավ հանգստյան օր, տրամաբանական եւ հարմարավետ էր աշխատանքային նոր շրջափուլը շաբաթը սկսել հանգստին հաջորդող երկուշաբթի օրվանից։ Հայերեն լեզվամտածողությունը եւ քրիստոնեական ազդեցությունը մեր լեզվում եւ շատ արևելյան մշակույթներում հենց բառերի մեջ թաքնված է այն փաստը, որ շաբաթը սկսվում է լուսնի օրով։ Շաբաթ բառը, որն առաջացել է եբրայերեն շաբաթ հանգիստ բառից, հին համակարգում շաբաթվա վերջի 7-րդ օրն է համարվել եւ աստղագուշակության մեջ դա եղել է Սատուրնի օրը։ Քրիստոնեության ընդունումից հետո հաջորդ օրը կոչվել է միաշաբաթ, որը այսօր մեր համար համարվում է կիրակի օր։ Դրան հաջորդող օրը, այսինքն լուսնի օրը, բնականաբար կոչվեց երկուշաբթի օր։ Միստիկական եւ էներգետիկ պատճառներ եւ ծնունդ եւ ընդունում։ Եթե հարցին նայենք հենց լուսնի եւ Մայր Աստվածու արխետիպի տեսանկյունից, ապա լուսնի օրով շաբաթը սկսելը ունի խորը տիեզերական իմաստ։ Արևը կիրակի տալիս է գաղափար, իսկ լուսինը երկուշաբթի նյութականացնում է այդ գաղափարը։ Արևը հայրական սերմնավորող էներգիան է, իսկ լուսինը մայրական արգանդը, որը ընդունում է այդ սերմը եւ կյանք տալիս իրան։ Ուրեմն տեսեք, աշխարհի ստեղծման պատմության մեջ, որը նկարագրված է Աստվածաշնչի Ծննդոց գրքում, առաջագործության երկրորդ օրը երկուշաբթի Աստված ստեղծեց երկնակամարը, հաստատությունը, որը բաժանվեց տիեզերական ջրերը երկու մասի։ Ահա թե ինչպես է դա ներկայացված աստվածաշնչյան պատմության մեջ եւ ինչպես է այն կապվում լուսնի շաբաթ օրերի հետ։ Ուրեմն ըստ Ծննդոց գրքի երկրորդ օրվա առաջագործությունը ամբողջությամբ կապված է ջրի տարերքի եւ տիեզերական տարածության ձևավորման հետ։ Եվ Աստված ասաց. «Թող հաստատություն լինի ջրերի մեջտեղում, եւ թող այն ջրերը ջրերից բաժանի»։ Եվ Աստված հաստատությունը կոչեց երկինք, եւ եղավ երեկո, եւ եղավ առավոտ։ Օր երկրորդ։ Ծննդոց 1:6-8, հա։ Աստված ստեղծեց երկնային կամարը, որն անջատեց երկնային ջրերը, օվկիանոսները, ծովերը, վերին ջրերից, մթնոլորտից եւ ամպերից։ Միստիկական կապը լուսնի հետ։ Թեև բուն լուսինը, արևը եւ աստղերը ըստ Աստվածաշնչի ստեղծվեցին միայն 4-րդ օրը, երկրորդ օրվա առաջագործությունը էներգետիկ առումով կատարելապես համընկնում է լուսնի բնության հետ։ Ջրի տարերք։ Երկրորդ օր Աստված աշխատում էր բացառապես ջրերի հետ։ Ինչպես նախորդիվ ասեցի, աստղագուշակության եւ դիցաբանության մեջ լուսինը հենց ջրի տարերքի գլխավոր կառավարիչն է։ Ուրեմն, որպեսզի շատ չերկարացնեմ ու շատ ծանր չլինի այս թեման ձեր համար, եթե հաշվում ենք առաջական, ուրեմն Աստվածաշնչի առաջին օրը կիրակին է, երբ ստեղծվեց լույսը։ Այդ դեպքում երկրորդ օրը երկուշաբթի ջրերի բաժանումը ստեղծեց լուսինը։ Լուսինը պատասխանատու է խեցգետնի նշանին։ Խեցգետնին հովանավորում է հենց լուսինը։ Այսպես սինխրոնիզացվեց օրերը, հա, շաբաթական առաջագործության 7 օր եւ մոլորակների էներգիան տիեզերական սինխրոն։ Առաջին օր կիրակի, արևի օր, Աստված ստեղծեց լույսը, արևը տիեզերական գիտակցություն, կյանքի եւ առաջնային լույսի խորհրդանիշ։ Երկրորդ օր, երկուշաբթի, լուսնի օր,
Աստված ստեղծում է երկնակամարը եւ բաժանում ջրերը, ինչպես արդեն գիտենք, լուսինը ջրի եւ հուզական հիմքի բացարձակ տիրակալն է եւ մայրական էներգիան։ Եթե արևը հայրական էներգիան է, ապա լուսինը մայրական էներգիան։ Երրորդ օր, երեքշաբթի, Մարսի օր, Աստված ջրերը հավաքեց միտեղ, ուրեմն եւ երևաց ցամաքը եւ բուսականությունը, հողը ճեղքեց բույսը եւ դուրս եկավ։ Մարսը հենց ակտիվության, ճեղքման եւ ֆիզիկական ուժի, հողի ձևավորման էներգիա է։ Չորրորդ օր, չորեքշաբթի, Մերկուրի օր, Աստված ստեղծում է արևը, լուսինն ու աստղերը, ժամանակը հաշվելու, նշաններ ցույց տալու համար, Մերկուրին ինտելեկտի, տեղեկատվության, կապի, համակարգի, մոգության, աստղագուշակության, գյուտարարության մոլորակ է։ 5-րդ օր, հինգշաբթի, Յուպիտերի օրը, Աստված ստեղծեց ձկներին եւ թռչուններին, որոնց լցնում են տարածությունը եւ բազմանում են։ Յուպիտերը մեծացման, ընդլայնման, առատության եւ տարածման եւ օրհնության եւ բարերար խորհրդանիշ է։ 6-րդ օր, ուրբաթ օր, Վեներայի օր, Աստված ստեղծում է կենդանիներին եւ մարդուն, տղամարդ եւ կին։ Վեներա սիրո, ներդաշնակության, գեղեցկության, զուգ ընկերության եւ կյանքի վայելքների աստվածուհին է։ 7-րդ օր, շաբաթ, Սատուրն, Աստված հանգստանում է այդ օրը, սրբագործում է այդ օրը, Սատուրնը սահմանափակումների, կանգի, ժամանակի ավարտի եւ լռության դադարի մոլորակ է։ Եվ այսպես լուսինը հանդիսանում է խեցգետնի, կենդանակերպի նշանի բացարձակ տիրակալը եւ հովանավորը աստղագուշակության մեջ, ինչպես խեցգետինը, այնպես էլ լուսինը սերտորեն կապված են ջրի տարերքի, մայրության, ընտանիքի, հույզերի եւ տան հարմարավետության հետ։ Եվ կարծում եմ ձեզ տվեցի բավական ինֆորմացիա երկուշաբթի օրվա լուսնի, խեցգետնի, այսպես հովանավորի մասին տեղեկատվություն։ Կշարունակեմ, խոսեմ տարբեր մոլորակների, շաբաթվա տարբեր օրերի եւ տարբեր կենդանակերպի նշան հովանավոր մոլորակների արխետիպերի մասին։